Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Հայաստանը վերջին տարիներին ակտիվորեն հյուրընկալել է միջազգային խոշոր մարզական մրցաշարեր եւ շարունակել է զարգացնել իր մարզական ներուժը։ Վերջին այդպիսի միջոցառումը հենց այս ամիս կայացավ։ Երևանում անցկացվեց հրաձգության Եվրոպայի առաջնությունը։ Մեր մարզիկները լավ արդյունք գրանցեցին նաեւ մինչեւ 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։ Այս եւ այլ թեմաների շուրջ զրուցելու են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Հասմիկ Ավագյանի հետ, ամփոփելով նաեւ նրա պաշտոնավարման 1 տարին։ Տիկին Ավագյան, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Սկսենք հենց հրաձգության Եվրոպայի առաջնությունից, որովհետև ըստ էության ամենաթարմ մրցաշարն էր, որ հենց Հայաստանում տեղի ունեցավ։ Ինչպիսի նշանակություն ուներ հենց այդպիսի մրցաշարի Երևանում անցկացվելու փաստը։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, հյուրընկալության համար։ Հայաստանում միջազգային սպորտային մրցաշարեր ընդունելը պարզապես մարզական միջոցառումներ չեն։ Ես կուզենամ խորապես ընդգծել, որ ներկայիս կառավարության գլխավոր ռազմավարական կետերից մեկը նաև համաշխարհային սպորտային քարտեզի վրա մեր ուրույն տեղը ունենալու համար նպատակով Հայաստանում ընդունելն է եւ քաջալերելը մեր մարզիկների եւ մարզաշխարհի ներկայացուցիչներին ղեկավարությանը, որպիսի ջանքեր չխնայենք Հայաստանում ընդունել միջազգային մրցաշարեր, Եվրոպայի աշխարհի առաջնություններ, եւ սա բազմաշերտ ազդեցություն ունի քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ նույնիսկ հոգեբանական մակարդակներում։ Ասել կուզեմ, այս մրցաշարերի ընթացքում Հայաստանի Հանրապետություն են գալիս հարյուրավոր պատվիրակներ, հազարավոր մարզիկներ, երկրպագուներ, դիվանագետներ, որոնք իսկապես կարևոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության ինքնությունը ընդգծելու տեսանելիության առումով։ Սա ոչ միայն երկրի որպես քարտեզում տեսանելի լինելն է, այլև ուրախություն բոլորիս վերջի շրջանում կազմակերպված անվտանգ եւ զարգացող պետություն տեսնելու նպատակով է։ Ես կուզենամ շեշտադրել, այո, մրցաշարերը մեծ նպատակ ունեն նաև տնտեսական զարգացման, սպորտով զբաղվելու մոտիվացիայի, туриզմի, նաև կառավարման համակարգում մեծ ջանքեր պահանջելու առումով, որովհետև նմանատիպ մրցաշարեր Հայաստանի Հանրապետություն ընդունելու նպատակով մենք այո միջգերատեսչական հանձնաժողովներում ընդգրկված մեր բազմաթիվ կառույցների, աշխատակիցների, գործընկերների բազմաշերտ աշխատանքի արդյունքում այո հնարավորություն ենք ունենում չափազանց կարևոր պատասխանատու միջոցառում իրականացնել, ինչն իսկապես միջազգային սպորտի քարտեզի վրա մեր ուրույն տեղն է ընդգծում։ Հետաքրքիր է թե ինչպես կգնահատեք Հայաստանի հավաքականի ելույթը այդ առաջնությունում։ 2026 թվականը մարզական հրաձգության համար իսկապես փառահեղ էր։ Հայաստանի Հանրապետության հավաքականը, մարզչական կազմը, ֆեդերացիան եւ առհասարակ մարզաշխարհը, եթե պիտի տարիներ առաջ մեծ ցանկությամբ առնվազն երազեր, որ թվականակով պիտի ապահովեն արտերկրում անցկացվող մրցաշարերում Հայաստանի Հանրապետության հավաքական մարզիկներին, այս տարի մենք հնարավորություն ունեցանք հյուրընկալել հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը եւ ներկայացնել թվով 26 մարզիկներով Հայաստանի հավաքականը։ Մասնակցությունը եւ կազմակերպչական առումով փառահեղ էր ամեն ինչ։ Մեր միջազգային գործընկերները իրենց գնահատականը տվել են, ամեն ինչ բարձր նշաձողին հասվող մակարդակով է իրականացվել։ Այո, մեր հավաքականը չափազանց կարևոր այս ստուգատեսում աննախադեպ արդյունք ցույց տվեց։ Մենք ունեցանք Եվրոպայի մեծահասակների առաջնությունում ընդհանուր թվով մեդալների 13 մեդալ, որոնցից 4-ը ոսկե, 8 արծաթ եւ 1 բրոնզե մեդալ։ Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ աննախադեպ արդյունք է։ Կարող եք ասել, որ այսպիսի մրցաշարը հենց Հայաստանում անցկացնելու փաստը իրենով նաև նպաստեց հրաձգության զարգացմանը հենց Հայաստանում։ Այո, շատ ճիշտ դիտարկում եք առաջ քաշում։ Պարոն Հակոբյան, այս մրցաշարը անցկացնելու համար մենք Հայաստանի Հանրապետության կառավարությունն իդեմս կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության անմիջական աջակցությամբ շուրջ 500 միլիոնին հասնող դրամական աջակցություն է տվել ֆեդերացիային մրցաշարը պատշաճ ձևով կազմակերպելու, անցկացնելու եւ զուգահեռաբար այո մենք մարզական գործիքներ, զենքեր, որոնք որ պիտի օգտագործվեն հրաձգության մասսայականացման, ինչպես նաեւ մենք հրաձգության մարզադպրոց ունենք, մեր հրաձգության սաները հնարավորություն ունենան նոր ձեռքբերված մարզական գույքով շարունակելու իրենց մարզական հավաքները։ Այս ամիս որ
տեղի ունեցավ մրցաշարը, ճիշտ է, Հայաստանում չէր, բայց մեր երիտասարդները կարծես թե լավ արդյունք գրանցեցին նաև մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, խոսքը ըստ էության ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մասին է, գոհ եք այդ արդյունքներից։ Այո, վերջերս մեր հավաքականը մինչև 23 տարեկանների ըմբշամարտի եւ ազատ եւ հունահռոմեական ոճերում ընդհանուր մեդալների թվով 3 ոսկի, 1 արծաթ եւ 4 բրոնզ ունեցանք։ Սա իսկապես կարևոր ձեռքբերում էր Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի որպես տարին սկսվող ստուգատես եւ ես կուզենամ նաեւ անդրադարձ կատարենք վերջի շրջանում մեր երիտասարդները լեռնադահուկային մրցաշարում, միջազգային մրցաշարում մենք ունեցանք իսկապես նորից աննախադեպ արդյունք, ինչը խոսում է, որ այո, Հայաստանի Հանրապետությունը, կառավարությունը ներկայիս գրեթե ոչինչ չի խնայում սպորտը զարգացնելու, մասսայականացնելու, ֆիզիկական կուլտուրան հասարակության շրջանում կենսական պահանջ դարձնելու համար։ Այսինքն ճիշտ եմ ասում, որ չկա մի կոնկրետ մարզաձև կամ մի քանի մարզաձև, որին ուղղված ուշադրությունն ավելի շատ է, քան մեկ այլ մարզաձևի, թեև դա մասսայականություն չի վայելում Հայաստանում, եթե անգամ այդպեսին է։ Բացարձակ նման վերապահում չունի Հայաստանի Հանրապետության կառավարությունը, համակարգող լիազոր մարմին այս դեպքում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը։ Պարոն Հակոբյան 2018 թվականի համեմատ 2025 թվականին քառապատկվել է ֆինանսական աջակցությունը սպորտին տրվող, այն դարձել է շուրջ 15 միլիարդ։ Եթե մենք խոսենք նաև մասսայականացնելու առումով 25 անգամ ավելացել է դառնալով 5.5 միլիարդ դրամական աջակցություն։ Իսկապես շատ կարևոր է վերոնշյալ թվերը սպորտի զարգացման համար 2025 թվականին 100 մարզակառույցներ շարունակվել են որպես կառուցվող ենթակառուցվածքներ սպորտի ոլորտը ավելի ծաղկեցնելու եւ ապահովելու ենթակառուցվածքներ տարբեր մարզաձևերի համար, այդ թվում նաեւ մենք 2025 թվականին թվով 7 մեր անվանի մարզիկների անուններով նաեւ մարզահամալիրներ ենք կառուցում։ Սա ես խոսում եմ այն թվերի մասին, որոնք որ ընդգրկված չեն հանրակրթական դպրոցների մարզադահլիճների, ես խոսում եմ միայն սպորտի գծով, որոնք որ իրականացվել են 2025 թվականին։ Եթե խոսենք մասնավորի հետ համագործակցություն, եթե խոսենք մենք սպորտի մասսայականացում դպրոցահասակների շրջանում, այո 25 թվականը այս առումով էր փառահեղ, մենք ունեցել ենք սպորտի մասսայականացման նպատակով վարչապետի Գավաթ Հովանու ներքո անցկացվող մրցաշարեր թվով 6, որին մասնակցել են իսկապես աննախադեպ քանակով աշակերտներ, շուրջ 25000 մասնակցություն ենք մենք ունեցել։ Առողջ ապրելակերպը քարոզելու համար, առողջ ապրելակերպը մասսայականացնելու համար, երբ որ մեկնարկային տարում 2024 թվականին լող մարզաձևը հանրապետության մարզերում մասսայականացնելու համար ընդամենը 22 աշակերտներ են գրանցված եղել որպես ցանկություն ունեցող պարապողներ, մենք այս տարի գրանցել ենք 2025 թվականին արդեն 198 ցանկացող եւ զբաղվել են, այսինքն մենք խոսում ենք մասնավորի հետ համագործակցության մասին նաեւ։ Իսկ արդյոք Տիկին Ավագյան, այս թվերը նաեւ խոսում են այն մասին, որ վերացել է կամ գոնե քչացել է այն պրակտիկան, որ մեր մարզիկները շատ դեպքերում սկսում էին հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո եւ պատճառաբանությունը հիմնականում այն էր, որ հատկացվող գումարներն են քիչ, ուշադրությունն է քիչ։ Իրականում բավականին խոր իմաստ հարց եք բարձրացնում։ Այո, պետությունը վերջի շրջանում 2018 թվականից հետո ընդգծված ես արձանագրում եմ, որ աննախադեպ ֆինանսական աջակցություն է տրամադրում մեր մարզիկներին, որոնք որ պիտի իսկապես կամք ունենան եւ Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնեն ոչ թե մասնավորի, այլ հենց պետության անունից, հենց պետության աջակցության ակնհայտ քայլերի արդյունքում։ Տիկին Ավագյան, հաշվի առնելով այս շրջանի զգայունությունը կապված այսպես քաղաքական զարգացումների, կապված նախընտրական իրադարձությունների հետ, ինչպես է գնահատում սպորտի եւ քաղաքական գործընթացների փոխազդեցությունը։ Պարոն Հակոբյան, տարին ընտրական է։ Ֆոնը բացահայտում է նաեւ տարբեր լարերի վրա խաղացող մարզական երբեմնի ողորմելիության ճարտարապետներին։ Այո, այս ընթացքում ոմանք փորձում են սպորտը հակահիգենիկ ձևով օգտագործել եւ ծառայեցնել իրենց անձնական շահերի համար։ Փորձում են ծառայեցնել իրենց նախկինում սկսված բիզնեսը շարունակելու համար։
եւ կարեւոր արձանագրում պիտի անենք հայկական պետական մտածողության անվան տակ եւ հայապահպանության անվան տակ քողարկված հակաիշխանական կերպարներն այսօր խոսում են մարզական ենթակառուցվածքների կարևորության մասին, խոսում են սպորտի կարևորության մասին, խոսում են նաեւ իրենց կողմից առաջարկվող անվճար մարզադահլիճների մասին, բայց ես պիտի իսկապես նշեմ, որ տարիներ շարունակ այս մարդիկ սպորտը տնային կենցաղավարությամբ ծառայեցրել են իրենց անձնական շահերը սպասարկելու, տնտեսական շահերը սպասարկելու, ինչպես նաև իրենց ընդհանուր սիրուհիներին ծառայեցնելու համար։ Տարին ընտրական է զուգահեռաբար այսօր շատերը չեն թաքցնում եւ նախընտրում են նույնիսկ ոմանք անցնել իրենց սկզբունքայնության, իրենց ինքնասիրության վրայով եւ ծառայել իրենց քաղաքական սեզոնային տերերին, բայց մեր ժողովուրդն իսկապես իմաստուն է, իսկապես հասարակությանը մոլորեցնել չի կարելի, որովհետև Facebook-յան բազմաթիվ տարբեր կադրերով մոնտաժվող սրտաճմլիկ տեսարանների այս աշպարարները արդեն վաղուց ստացել են իրենց արժանի գնահատական եւ պետության կողմից եւ մեր հասարակության կողմից զուգահեռ շարունակելու են ստանալ այս գնահատականը ողջամիտ ձևով։ Ես կուզենամ նշել, որ այո, պարոն Հակոբյան, սպորտը չպիտի քաղաքականացվի, սպորտը պիտի ապաքաղաքականացված մնա։ Այո, սպորտը պիտի անհատ մարզիկների եւ մարզաշխարհին չփորձեն ոմանք դարձնել իրենց քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Այո, սպորտը իրական հերոսները արդեն մեծացրել եւ շարունակում են մեծացնել Հայաստանի Հանրապետության պատիվը եւ մենք պետությունը արդեն իսկ հպարտ է իրենց հաղթանակներով, հպարտ է իրենց ձեռքբերումներով, հպարտ է իրենց մարտահրավերները հաղթահարելով եւ ես կուզենամ այո նշել, որ փառք ու պատիվ եւ շնորհակալություն այն մարզիկներին, մարզաշխարհի ներկայացուցիչներին, որոնք հատկապես այս վերջին շրջանում պահպանում են իրենց ինքնությունը, պահպանում են իրենց արժանիքը եւ տուրք չեն տալիս օգտագործվելին։ Ասել կուզեմ մարդիկ, ովքեր որ իրենց փորձում են քաղաքական շահերը սպասարկելու համար, նրանց կենսագրությունը, մարզական փառահեղ անցյալը կամ ներկա ունեցած իրենց առավելություններով օգտագործել քաղաքական շահերը սպասարկելու եւ այլոց անձնական շահերը սպասարկելու համար զերծ են մնում, այսինքն գերադասում են այո իրենց ամբասիր մարզական կենսագրությունը պահել անաղարտ, քան թողնել օգտագործել քաղաքական նպատակներով։ Այո, սպորտը պիտի ապաքաղաքական մնա։ Իսկ գործնականում այստեղ պետությունը ինչ ունի անելու։ Նկատի ունեմ, ինչ սկզբունքով պետք է պետությունը ապահովի, որ մարզիկները մնան քաղաքական գործընթացներից հնարավորինս զերծ։ Գիտեք, մենք խոսում ենք տասնամյակներով կարծրացած, ձևավորված մարդկանց մասին։ Մենք խոսում ենք սպորտը արդեն իսկ քաղաքականացված ենթամշակույթ ունեցողների մասին, որոնք այսօր ջանք չեն խնայում մեր մարզիկներին ներգրավել սույն գործընթացի մեջ, բայց այո պետությունը իր ջանքերով տրվող ֆինանսական աջակցությամբ իր ենթակառուցվածքները ապահովելու եւ վերջապես նմանատիպ հզոր եւ աննախադեպ աջակցությունը, որ այսօր պետությունը տրամադրում է մարզաշխարհին, այստեղ մնում է զուգահեռ ազնիվ լինել, այստեղ մնում է զուգահեռ սկզբունքային լինել եւ չտրվել այլ գործողությունների։ Շատ լավ, դուք պաշտոնավարում եք եւ համակարգում եք սպորտի ոլորտը արդեն 1 տարի շուրջ։ Եվ հետաքրքիր է ինչ հիմնական խնդիրներ եք բացահայտել եւ ինչպես եք փորձում լուծել դրանք։ Բավականին լուրջ հարցադրում եք առաջ քաշում, պարոն Հակոբյան։ Այո, այս ամենի հետ զուգահեռ մենք ունենք ոլորտում կարգավորվող մի շարք կարևորագույն խնդիրներ, հարցեր, որոնք երկարաժամկետ եւ կարճաժամկետ խնդիրներ են իրենց ըստ էության ներկայացնում։ Մենք ունենք ֆեդերացիաների հետ համագործակցություն, մենք ունենք հսկայածավալ ֆինանսական աջակցության ծրագիր, այո, մենք ունենք վերջին շրջանում 2026 թվականի հունվարին արդեն օլիմպիական նպաստներ, որ մարզիկները պատրաստվեն լավագույն ձևով օլիմպիական խաղերին, այսինքն իրենք չտրվեն այլ աշխատանքի, իրենք ուղղակի կոնկրետ զբաղվեն իրենց մարզաձևով, իրենց մարզական արդյունքները բարելավելու համար։ Այո, անելիքները շատ են, բոլորս պիտի եւ ֆեդերացիաների եւ մարզադպրոցների, որտեղ այսօր մարզադպրոցները համարվում են մեր սպորտի հենասյուները, եւ այսինքն բոլոր միջգերատեսչական գործընկերային համագործակցության արդյունքում սպորտում տիրող բացերը պիտի միասին շտկենք, սկսած ֆինանսական խնդիրներից, կառավարման խնդիրներից, ազնվության խնդիրներից, շատ ճիշտ նշեցիք, տարին ընտրական է, ֆոնը նաև իսկապես բացահայտում է նմաններին, մենք պիտի զերծ պահենք նրանց ներգրավելու, ջանքեր գործադրելու համար։
Ես ճիշտ եմ հասկանում, որ ձեր առաջնահերթությունները նախ վերաբերում են ենթակառուցվածքին, հետո միայն արդեն կառավարման հավաքարկում փոփոխությունների։ Այո, որովհետև մենք նախ պիտի ապահովենք ենթակառուցվածք եւ պահանջենք ճիշտ կառավարում։ 5 տարի առաջ վարչապետը ներկայացրեց մինչև 2050 թվականը սպորտի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության նպատակները, ըստ այդմ Հայաստանը մինչև 2050 թվականը պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը եւ ֆուտբոլի ազգային հավաքականը մինչև 2050 թվականը պետք է դառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր։ Հիմա որքանով եք սա իրատեսական համարում։ Ճիշտ է, դեռ մինչև 2050 թվականը բավականին երկար ժամանակ ունենք, բայց այս փուլում հաշվի առնելով այս առաջընթացները, որոնք որ արձանագրում եք, այս հատկացումները, որոնց մասին որ խոսում եք, որքանով է հիմա իրատեսական համարվում այս նպատակը։ Գիտեք, վարչապետն այս թվերը ուղղակիորեն չի հնչեցրել, իրատեսական են համարվել այս թվերը 2050 թվականին եւ զուգահեռաբար պետությունն ամեն ինչ անում է այս շարունակական արդյունավետությունն ապահովելու համար։ Այստեղ մնում է մեր մարզիչների, մարզաշխարհի պատասխանատուների ճիշտ կառավարման, մարզիկներին իսկապես լավագույնս ներկայացնելու միջազգային ասպարեզներում եւ մեծ հույսով եւ հավատով, որ պիտի վարչապետի հնչեցրած թվերը 2050 թվականին իրականություն դառնան բոլորիս ջանքերի եւ կառավարության այս տեսակ մեծագույն ուշադրության արդյունքում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Հասմիկ Ավագյանն էր։